Վերադարձանք տաղավար, շատ անհամբեր ենք և շատ ուրախ ենք, որովհետև ինչու դե դու ասա ինչու։ Որովհետև քիչ հետո մենք հայտնվելու ենք խոհանոցային հատվածում, իսկ այնտեղ մեր շատ սիրելի Արտուրն է այսօր եկել ու անմեր գործընկեր Անուշի հետ պատրաստելու են։ Տեսնենք թե ինչ են պատրաստելու։ Նախ ասում ենք բարի լույս։ Բարի լույս սիրելի ընկերներ, մենք վստահ ենք ու լիահույս ենք, որ այսօր լինելու է ամենատարբերվողներից մեկը Բաղադրատոմսերի հետ կապված։ Այո, այսօր Ճիշտ եք նկատել։ Դե ասեք, ինչ ենք պատրաստենք, այսօր կպատրաստենք հավի կրծքամիսով ռուլետ, որի համար մեզ անհրաժեշտ է լինելու պրոշուտո, մոցարելա պանիր, պարմեզան պանիր, սերուսք, կարագ, հավկիթ, պանկո, սուխարիկ, ալյուր եւ կարտոֆիլ։ Կարտոֆիլը նախապես մի փոքր խաշել ենք, քանի որ ժամանակի մեջ որ կարողանանք տեղավորվել։ Ես ասում եմ, որ իդեալական օր է այսօր։ Հավի կրծքամիսն ենք մենք։ Հավի կրծքամիսով ռուլետ ենք պատրաստում։ Հիմա հավի կրծքամիսը մենք արդեն ունենք այս տեսքը, աղբղբեղ ենք անելու։ Այսինքն մի քիչ ծեծել ենք, այսպես ասած։ Ու տապակելու ենք, այո, Արտուր։ Այո, բավականին շատ ձեթի մեջ տապակելու ենք։ Իսկ ես այդ ընթացքում պետք է կարտոֆիլի պյուրե, ավելի ճիշտ կարտոֆիլը ոչ թե պյուրե ենք դարձնում, այլ ավելի մանր պետք, ինչու ցանցով պետք է անցկացնենք։ Այդ վերջում արդեն կտեսնեք ինչու, որովհետև մենք ունենք գործիք, որով մենք գեղեցիկ պետք է ռուլետի վրա մենք արդեն պյուրեն տեղավորենք։ Այսինքն քյուսը անում Արտուր, մենք պրոշուտոից յուղային զանգվածը առանձնացնում ենք։ Այո, այս 4 հատվածը առանձնացնում ենք ու աղբղբեղ անելից պետք չի աղը շատ անել, որովհետև պրոշուտոն ինքը ունի իր աղերությունը։ Դու տեսակ ինչքան բաների տեսակներ կային։ Բաների տեսականին շատ Ես տեսնում եմ բանը ուրախանում եմ ինքս ինքյան։ Ես էլ նշում եմ, որ բանրային հատվածը, զանգվածը շատ հարուստ է լինում Բաղադրատոմսի մեջ, բայց առհասարակ այսօրվա մեր Բաղադրատոմսը բաղադրիչներով հարուստ է, տարատեսակ, բանիչ ձու, ինչպես տեսակ, կանաչեղեն, հավի կրծքամիս, բաների մեծ տեսականի, մի խոսքով շատ անհամբեր ենք տեսնելու վերջնական արդյունքը։ Այս տեսքը ունեցանք, հիմա սա պետք է ռուլետ փաթաթենք։ Ստանում ենք փաթաթուկը, հետո նոր տապակում ենք։ Այո։ Լավ։ Իսկ հեղինակային Բաղադրատոմս է սա Արտուր։ միշտ ես փորձում եմ տարբեր բանել օգտագործեմ, այսպիսի ուտեստ կա տեսքով, բայց բաղադրիչը եւ մնացած բաղադրիչները որ կան ընդհանուր տարբերվում են։ Լավ։ Մենք հիմա ունենք այսպիսի ռուլետ։ Մեզ հարկավոր է հավկիթը։ Արտուր, իսկ մեզ կհուշես, որն է կարևոր դրդապատճառը, որ կարտոֆիլը խաշած մենք անցկացնում ենք մաղրիչի միջով։ Հիմա ես նկատեցի, որ շատ ավելի նուրբ է ստացվում քյուսը, այո։ Ինքը շատ, մենք որովհետև մեշոկ ունենք կանդիտերսկի, այդ դրանով գեղեցիկ անցկացնելու ենք մեր ուտեստի վրա։ Այսպես ասած, համ զարդարանք է լինելու, համ խավարդ։ Երբևէ նման կերպ չեմ փորձել, կարելի է, բայց մի անգամ Ես էլ չեմ փորձել։ Բայց ես որ բաների տեսակները տեսա, միանգամից, չգիտես ինչի պատկերացնում եմ, որ այստեղ կարող է լինել ռուկոլա։ Եվ դառնալ աղցան։ Չէ, կարող է Վրան լինել մատուցվեր կամ պեստո։ Կամ պեստո։ Այլ հետաքրքիր տարբերակ է։ Այս տարբերակով Այսօր շատ տարբերվող է, այո։ Արտուր կարևոր մեծ արագությամբ են քայլերդ մեկը մյուսին հաջորդում, հիմա որ Չենք հասցնում։ Հիմա Վերջ պատրաստ է։ Մենք հիմա Անուշ ջան, այդ մի րոպե կարող ես թողել ինձ օգնել։ Նայեք, մենք հիմա ինչ ենք անում։ Մենք առաջի հերթին ալյուրի մեջ ենք թաթախում, հետո հավկիթի, հետո արդեն մեր սուխարի պանկով։ Ահա, խրթխրթաշերտը ստանալու համար է, չէ՞։ Այո։ Արդեն պատկերացնում եք, չէ՞, որքան համեղ է լինելու։ Ես ուզում եմ ժամանակը առաջ տամ։ 2x-ով սխում եմ եւ առաջ գնամ։ Անուշ ջան։ Սա իհարկե պետք է հետո թողնել սառնարանում, որպեսզի լավ սառչի։ Այո, ինչքան լավ սառչի, այդքան ավելի ամուր կստացվի, ինքը չի բացվի, սրանք մեզ հարկավոր Եվ մի լավ պետք է այսպես լավ։ Այսինքն սառնարանում սառչելուց հետո նոր պետք է տապակել։ Այո, սառցարանում չէ, սառնարանում, որ մի փոքր սառի։
տես հիմա։ Հեսա մենք սա տապակելու ենք մեր ձեթի մեջ։ Իսկ մոտավոր քանի րոպե է պետք տապակվելու համար։ Մոտ 5-ից 10 րոպե։ Րոպեների ընթացքում այստեղ ամենահետաքրքիր բաղադրատոմսերից մեկն ենք ձեզ առաջարկում, սիրելի ուսանողներ, ու պետք է ասել, որ եթե հատկապես սպիտակուցի սիրահար եք եւ շարժվում եք ամենայն դեպս այն մտածողությամբ, որ այո, պետք է օրվա ընթացքում լրացնել մարդու համար շատ կարեւոր եւ պիտանի սպիտակուցների գոնե մինիմալ քանակը, սա իդեալական հրաշալի հնարավորություն է, այո, որովհետեւ եւ պանրի տեսականին այնպես, որ շատ յուղային չէ եւ հիմնականում սպիտակուցներով հարուստ է։ Դե չխոսենք էլ հավի կրծքամսի մասին, պրոշուտոյի սպիտակուցային զանգվածի մասին, այնպես որ շատ առողջարար է նաև։ Պրոշուտոն շատ համեղ է։ Մենք արդեն մեզ մոտ պատրաստ ռուլետը կարող ենք դնում ենք ինքը արդեն լավ տաքացած ձեթի մեջ, որ ինքը տապակվի։ Հիմա մեզ Մեկ բաժին ենք պատրաստելու այսօր։ Այո։ Մեկ բաժինել առանձին ունենք ձեր համար այնտեղ պատրաստած։ Այնպես որ Կբավականացնի այնպես որ։ Հիմա Ժպիտը եկավ էլի ինձ մոտ։ մենք Դա ինչ է։ սերուցքը, սա սերուցքն է։ Սերուցք է։ Մենք կարտոֆիլը սերուցքով ենք անելու։ Սերուցք մի փոքր կարակ։ Այսինքն խավարտը դա հենց կարտոֆիլի հյուսն է, պարզապես մատուցման տարբերակը բոլորովին այլ է, ոչ թե ուղղակի կողքին կարտոֆիլի հյուսը Այո։ դրված։ Հիմա ես պարմեզանը քերեմ։ Անուշ քո պրակտիկայի ընթացքում երբևէ կարտոֆիլի այս տարբերակը փորձել ես, թե Ոչ, ինչպես նկատում եք, ես սա ինձ համար առաջին անգամ էր եւ ու երկար, հրաշալի փորձառություն հենց պրոֆեսիոնալ մասնագետի բայց կողքին, չէ՞։ իսկապես տարբերվում է։ Հիմա ես նայում եմ եւ շատ նուրբ հյուս ենք ստանում։ Ես որ ասում եմ Արտուր դու շուտ արի մեզ հյուր։ Ասում Դե ես իհարկե ամեն անգամ վարպետած դաս է կարծես խոհարարների այստեղ լինելը եւ հետաքրքիր տարբերակներ առաջարկելը։ Մեզ բավական է Արտուր, թե էլի անում։ Այո, բայց այդ ջրի հատվածը մի փոքր Իսկ մեր երկրորդ թավայի մեջ ինչ բաղադրիչներ են մտնում, սերուցքը, կարտոֆիլի հյուսը, կարակը եւ պարմեզան ենք անելու։ Սա արդեն օգտագործելու ենք կարտոֆիլի հետ։ Տաքացնում ենք, որ օգտագործենք կարտոֆիլի հետ։ Արտուր նաև շատ կարճ մեզ մի փոքր կպատմես խոհանոցային կյանքի, այսպես մասշտաբային միջոցառումների մասին, փառատոների մասին, մասնակցություն ունես քո թիմով, թե ոչ։ Այո, լինում է մասշտաբային էլ լինում, ինչ որ պատվերներ է լինում, միջոցառումներ։ Ես ունեմ իմ խոհարարական թիմը, որ աշխատել ենք երկար ժամանակ, տարիներ, մենք ամեն ինչ անցկացնում ենք շատ հետաքրքիր ուտեստներով, յուրովի, ինչ հաճախորդ կցանկանա, Զարմացնում եք նաև զբոսաշրջիկներին։ Այո, բոլորին, ով ինչ ուտելիքի հետ կապված է, մենք փորձում ենք ամեն ինչը լավ ձևերով մատուցենք, որ համեղ լինի, մանավանդ զբոսաշրջիկներին, որ իրենք ավելի տպավորված լինեն մեր Հայաստանից, մեր ուտելիքներից։ Հիմա մենք ունենք կարտոֆիլը արդեն այս տեսքի։ Հիմա ավելացնելու ենք այստեղ ավելացնում ենք պարմեզանը։ Սերուցքը մեզ դեռ պետք է օգտագործենք ուրիշ տեղ։ Հիմա այստեղ կարակովը մի փոքր հալացնում ենք, ինքը տաքանա։ Եվ ավելացնում ենք կարտոֆիլին։ Այո։ Քիչ ավելացնում ենք, որ շատ ջրիկ չլինի։ Եվ լավ խառնում ենք։ Խոհարարի ամենակարևոր հմտությունը, Մենք որ պետք է սերուցքը ունենա, դա կարակով ավելացրեցին կարտոֆիլին։ այո, Աղ, պղպեղ։ արագությունն է, որ պետք է խոհարարը ունենա։ Դա պարտադիր պայման է, չէ՞։ Այո։ Արտադիր։ Հատկապես Սա իհարկե կարող է ուղիղ մանրապել։ եթերների շրջանակներում։ Արտուր, գիտես նաև ինչն է հետաքրքիր, մենք երբ ասում ենք հայկական ավանդական ուտեստ,
իհարկե պատկերացնում ենք եւ միանգամից այսպես մի քանի ուտեստներ են գալիս, բայց որոնք ունեն, չգիտեմ, 100-ամյակների, 1000-ամյակների պատմություն։ Մենք ունենք օրինակ հիմա ժամանակակից հայկական ավանդական ուտեստներ, ովքեր վերջերս են ստեղծվել, ովքեր գալիս են ու լրացնելու այն շարքը, որ կոչվում է հայկական ավանդական ուտեստ։ Որ կարող ենք ներկայացնել դրանով աշխարհին։ Որպես մեր ազգային ուտեստ նայ։ Այո, շատ ունենք, նայեք, հիմա մենք խոհարարական ասոցիացիա ունենք, որը զբաղվում է բոլորով այն ուտեստները, որը մոռացված են, հին են, մենք վերամշակում ենք, Դարձնում եք նոր։ այո, նոր մատուցմամբ, նոր գեղեցիկ, որովհետև եթե կհիշենք, այն ժամանակներ մի քիչ ավելի յուղային են արել, շատ կալորիականություն, հիմա մի քիչ մարդիկ դրան ավելի շատ են ուշադրություն դարձնում, որ կալորիականությունը շատ չլինի, չգիրանանք, դրա համար մի քիչ վերափոխվում է եւ նորովի մատուցվում է ուտելիքները արդեն մեր հանրությանը։ Հաճելի է, Այո, որ մենք ունենք այսօր նման հնարավորություն, նման ասոցիացիաներ, մարդիկ, ովքեր գտնում են։ Ես գիտեմ, որ այդ աղալեր ուտեստները, տոմսերը։ հայկական ուտեստները շատ են։ 100-ներից անցնում են նույնիսկ մեր նա մենք հայկական։ ինչ ենք անում, այսպեսի միանգամյա տոփրակով Այդտեղ հիմա կարևոր ընթացք է աշխատանքային։ Մատուցման ափսեն դնենք այստեղ։ կարտոֆիլը։ Դնում ենք պարկի մեջ։ Երբեք չես կարող սպասել, թե ինչ է լինելու Արտուրի հաջորդ քայլը, որովհետև իսկապես անդադար անսպասելի գործողություններ այստեղ կատարվում։ Մենք այս հատվածից մենք կտրում ենք, մենք ստանալու ենք այս տեսք։ Հիմա մենք ինչ ենք անում։ Մեր սերուսքը պարմեզանով։ Մոտեցանք մատուցման ափսեին արդեն։ Այո, մատուցման ափսեն է։ Տարածում ենք առաջին հերթին սերուցքային Սերուցքային։ զանգվածը պարմեզանով եւ համեմունքներով խառնած։ Այսպես գեղեցիկ։ Առաջին շերտ սերուցք, Երկրորդը արդեն, նայեք, խրթխրթան, խրթխրթան։ Այո։ մեր ռուլետը եւ այստեղ արդեն մատուցման գեղեցիկ նարկով շատ գեղեցիկ է։ Այ հիմա հասկանալի է ինչու պետք էր մաղի միջով անցկացնել։ Քաղցրավենիք է, չի հիշեցնում։ եւ կանենք ինչ որ կանաչիներով Ռուլետ թխված։ մի փոքր գեղեցկացնենք մեր ափսեն։ Դուք ինչ կանաչի ունեք, կարող միկրոգրին կանաչիներ ունեք կամ տարբեր տեսակի, ինչով ուզեք գեղեցկացնեք ձեր ուտելիքը։ Կարտոֆիլին սամիտն է սազում։ Սամիթել, Բայց իրականում, եթե ունեք բաղադրիչները եւ հատկապես նախապես ունեք կարտոֆիլը խաշված է, շատ արագ է ստացվում ու հետաքրքիր է, առողջարար, օգտակար։ Մի քանի րոպե ընդամենը ու տեսեք Արտուրը մեր եւ տաղավարում մեր ուտեստը պատրաստ է։ Այո, Հրաշալի է ուղղակի, գեղեցիկ, Անվանում ունի։ ոչ կոնկրետ անվանում չունի։ Չունի, մենք կմտածենք հիմա։ Մտածեք, որովհետև յուրաքանչյուր ուտեստ առաջին անգամ է այստեղ պատրաստում Արտուրը ու դա այնպես որ նոր ուտեստ է լինում, պետք է ամեն անգամ մտածում։ ասում ենք բրավո։ Այո, ծափարություններ էստերից դեպի ձեզ, օրվա լավ շարժման եւ Արտուր։ Մենք շարժենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, բայց գնանք փորձենք։ Անպայման փորձենք նոր։ Շարժում ենք առաջ։